Լավ, ում պետք է ընտրենք երկրի ղեկավար, սպասվող հունիսի 7-ի ընտրություններում, բան չմնաց սիրելի հայրենակիցներ, ձեզնից յուրաքանչյուրը վճռական ձայն ունի, և դուք եք որոշելու, մենք միասին բոլորով որոշելու ենք Հայաստանի և հայ ժողովրդի ապագան, հետագա ճակատագիրը, ձեր ձայնը վճռորոշ է ու կարևոր յուրաքանչյուրիդ, որովհետև եթե այդպես չլիներ, այսքան իրար կոկորտ չէին կրծի ոչ Նիկոլ Փաշինյանը, ոչ էլ նրա անդիմադիրները, բայց մենք պետք է հասկանանք, թե ում ընտրենք, և ես լինելով քաղաքագետ, ուսումնասիրելով քաղաքական պատմությունը, առաջնորդների կենսագրությունը, գիտականորեն և նաև տրամաբանորեն միասին կպարզենք, թե ով է ընդհանրապես լավ արժանավոր երկրի ղեկավարը, ինչ չափանիշների է նա բավարարում, ընդհանրապես քաղաքականությունը ինչի մասին է, քաղաքագիտորեն մենք դա կհասկանանք, և դուք ձեզնից յուրաքանչյուրը հետո պարզ կենցաղային մակարդակով միասին քաղաքագիտությունից կիջնենք իրական կյանք ու կհասկանանք, թե ում պետք է ընտրել։ Իսկական առաջնորդը, երկրի լավ ղեկավարը, պետք է երկրին բերի բարօրություն։ Քաղաքագիտորեն դեռևս անտիկ շրջանից Արիստոտելը իմաստուն քաղաքագիտության հայրն է նա համարվում, պարզ սահմանում է տվել, որ քաղաքականությունը դա հանրային բարիք ստեղծելու հարաբերություններ են, որ մարդիկ դրանք քաղաքական կենդանիներ են, և մարդը սոցիալական էակ լինելով իր հաղորդակցության, մեկը մյուսի հետ հաղորդակցության բարձրագույն ձևը պետությունն է, և պետական քաղաքական հարաբերությունները հանրային բարիք ստեղծելու մասին են, և քաղաքականության մյուս կարևոր ատրիբուտը, քանի որ այդ հանրային բարիքը սովորաբար միանգամից չի ստեղծվում, սահմանափակ է ընդհանրապես բարիքը, հարստությունը, լավ ապրելու հնարավորությունները, մարդիկ դրան հասնում էին պատերազմների իրար կոկորտ կրծելու միջոցով։ Քաղաքականությունը քաղաքակիրթ հարաբերությունները նրանց մասին են, որպեսզի ստեղծվի այնպիսի իրավիճակ, որ մարդիկ ոչ թե իրար ատելով, հայոյելով, ծեծելով, սպանելով փորձեն լավ ապրել, այլ ստեղծվի հանրային համերաշխություն։ Քաղաքականությունը դրա մասին է։ Ֆիքսեցինք, դասական քաղաքագիտությամբ լավ քաղաքական գործիչն ու պետական առաջնորդը նա է, ով ապահովում է իր երկրի և հասարակության ժողովրդի համար բարիք և ստեղծում է հանրային համերաշխություն։ Այս երկուսը եթե նա չի կարողանում ապահովի, իր երկրին բերում է աղետներ, պատերազմներ, զրկանքներ, խորացնում է ատելությունը, անհանդուրժողականությունը, թշնամանքը, բաժանում է իր ժողովրդին սևերի և սպիտակների, նա արդեն իսկ ձախողված վատ կառավարիչ է, վատ երկրի ղեկավար է, բայց բազմաթիվ չափանիշներ կան։ Եկեք գանք ձեր առօրյա կյանքից։ Շատ է չէ տարածված, որ օրինակ Նիկոլը ժողովրդի մարդն է, էլի մեր մարդն է, հասարակ է, նա սիրում է, հասկանում է ժողովրդին, մերն է, մեկը կար։ Հարց էին տալիս փողոցում, ասում են Նիկոլը փալաս է, բայց մեր փալասն է։ Մերն է Նիկոլը, բայց փալասը, մեր փալասն է, ես էլի իրան եմ ընտրելու։ Տեսեք, դուք երբ գնում եք ինչ-որ մեկի մոտ ինչ-որ խնդիր լուծելու, ցանկացած հարցով վերցնենք բժիշկ, արհեստավոր, խանութ անգամ, դեղատուն, դուք երբևէ կդիմեք որևէ մեկին ձեզ ուզող հարցով, եթե նա իր գործը լավ չի անում և չի տիրապետում իր գործին, բնականաբար ոչ, և դուք ոչ թե ընտրելու եք, որ ինքը ինչ լավ մարդ է, ինչ լավ ջանջիգյար է անում, սիրում է ժողովրդին, հպարտանում է ձեզնով, խոնարհվում է ձեր առաջ, կարող է դա ինչ-որ էֆեկտ ունենա, բայց դուք պետք է ընտրեք մասնագետ բժշկին, ընտրելու եք ոչ թե որ նա լավ է խոսում, լավ հռետոր է, ժողջան է, խոնարհվում է ժողովրդի առաջ, միտինգ է անում լավ, ոչ, դուք գնալու եք, որպեսզի բուժվեք, որպեսզի նա պրոֆեսիոնալ ձևով ձեր առողջությունը վերականգնի, որպեսզի դուք շարունակեք ապրել։ Դուք ինչի՞ց եք եզրակացնում, որ նա լավ բժիշկ է, իր կենսագրությամբ, հարց ու փորձ անելով, թե նա որքան օպերացիաներ է արել, որքան է եղել հաջող։ Այսինքն դա ես բերում եմ կարող եք արհեստավորի, գնում եք օրինակ ձեր մեքենան վերանորոգելու արհեստավորի մոտ։ Դուք ելնում եք Նիկոլ Փաշինյանին ընտրելու սկզբունքով, որ մերն է, էլի մեր փալասն է կարևորը։ Չկա նման բան։ Դուք ձեր մեքենան չեք վստահելու փալասին, եթե անգամ նա ձերն է։ Դուք տանելու եք տակ պրոֆեսիոնալ մարդու, որը հնարավորինս մատչելի և լավ կվերանորոգի ձեր ավտոմեքենան։ Հետևաբար դուք ինչ սկզբունքով եք առաջնորդվում, երբ ընտրում եք Նիկոլ Փաշինյան կամ երկրի ղեկավար, ելնելով ինչ-որ մի պրիմիտիվ չափանիշներից։ Դուք նայեք այդ մարդու կենսագրությանը, նա ունի համապատասխան մասնագիտական ընդունակություն, թեկուզ մի փոքր
հիմնարկ կառավարելու։ Նման փորձ ունի թե չէ։ Նոր հետո վերջում դուք կգաք ձեր անձնական սիմպաթիաներով արդեն ընտրություն կկատարեք, երբ կգտնեք երկու պրոֆեսիոնալի եւ չգիտեք ում ընտրեք նրանց միջից, որը իր գործին լավ է տիրապետում։ Նոր կորոշեք, որ այս մարդը ժողովրդի հետ լավ է, ջանջիգյար է ասում, լավ է խոսում, լավ բանաստեղծություն է արտասանում։ Լավ միտինգ է անում, գոնե, հա, դրանով մի քիչ առավել է այն մյուս պրոֆեսիոնալից։ Բայց եթե մարդը բացի լավ միտինգ անելուց, ղալմաղալ անելուց, լաչարություն կապելուց եւ լավ խափելուց, ինչպես իր թերթի հոդվածները, հա, ամբողջ իր կենսագրությունը թերթում հիմնականում սուտ տեղեկություններ տպելն էր եւ դրանով փող աշխատելն էր։ Այդ մարդու կենսագրությունը դա է։ Դուք ո՞նց եք նրան պետություն ղեկավարում։ Դուք նման բժշկի կվստահեք ձեր առողջությունը, իհարկե ոչ։ Հետևաբար եկեք հիմա մասնագիտորեն շարունակենք։ Ես ուղղակի հիմա ձեզ Արիստոտելից սկսած մի քանի այլ մտածողների հայացքները կներկայացնեմ կարևոր քաղաքագիտության համար կարևոր։ Սա տեսությունն է, սա կարևոր է սիրելի բարեկամներ, որպեսզի յուրաքանչյուրս իմանա եւ իմ ասած խոսքը չլինի զուտ իմ տեսակետը։ Սա քաղաքագիտական մոտեցում է, այսինքն դարերով եկած իմաստնություն է։ Ես ուզում եմ դա ձեզ ներկայացնել, հիմնավորել, որ դուք չասեք, Տիգրան, ինչ ես փիլիսոփա եմ։ Ես չեմ փիլիսոփա եմ, պատմությունն է այդպեսին։ Այդպիսին առաջնորդներն են, որ իրենց երկրներին բերել են բավարարություն, հաղթանակներ ու բարեկեցություն, իրենց ժողովուրդներին երջանկություն։ Արիստոտելը շարունակում է, որ պետական գործչի կարևորագույն, որ դուք պետք է ընտրեք, հա, նրան, ձեզ ղեկավար, երկրի ղեկավար, բնորոշիչը դա գործնական իմաստնությունն է։ Ֆրոնեսիս է կոչվում հունարենով։ Դա այն է, երբ երկրի ղեկավարը կարողանում է տեսնել ընդհանուր բարիքը, ինչի մասին մենք խոսեցինք։ Նա ունակ է դա տեսնելու։ Դուք հիմա որ տայում եք Նիկոլ Փաշինյանին, տեսնում եք, որ նա ընդհանուր բարիքը հասկանում է ինչ է։ Թե նա միայն սեփական բարիքը եւ սեփական խմբակի բարիքը անվտանգությունը ապահովելու համար զոհում է պետական եւ ազգային շահերը։ Դուք ինքներդ պատասխանեք։ Մյուս իմաստուններից Մաքիավելին, որը կրկին քաղաքագիտության պրակտիկ տեսության հիմնադիրներից է համարվում եւ հայրերից մեկը, նա ասում է, որ գոյություն ունի պետական առաջնորդի համար երկու կարևորագույն սկզբունք՝ վիրտություն, դա առնականությունն է մեծ հաշվով, տղամարդությունն է, պատասխանատվությունն է եւ ճկունությունը։ Նա ասում է, որ առաջնորդը պետք է ունենա բավարար փորձ, հմտություն, գիտելիքներ դիմակայելու ճակատագրի ցանկացած հարվածներին, որոնք կբերեն երկրի առջև կծառանան։ Ճկունությունը այն է, որ ոչ թե մանիպուլյացիաներով, ստով եւ մուտիլովկաներով սեփական ժողովրդին խաբելով եւ թշնամուն միայն զիջումներ անելով, ինչպիսին այսօրվա իշխանություններն են անում, ապահովել երկրի անվտանգություն, այլ հակառակը, նման պայմաններ թելադրել հակառակորդին։ Դա է իսկական ճկունությունը։ Եվ դուք ինքներդ դատեք, թե արդյոք ճկուն է այսօրվա իշխանությունը, որ ընդհանրապես ոչ կարողանում է արևմուտքից լավ հարաբերությունները հաստատել, ոչ Ռուսաստանից բոլորի հետ կիսահարաբերությունների մեջ է, ոչ դաշնակից ունի, ոչ նորմալ թշնամի, չես հասկանում ով է երեք դաշնակիցը, ով էր այսօրվա դաշնակիցը, ով է վաղվա դաշնակիցը։ Ամեն ինչ կիսատ պրատ է, փչացած հարաբերություններ են բոլորի հետ, չկա իսկական խաղաղություն, վերջնական խաղաղություն եւ չկա նորմալ թշնամություն։ Այսինքն ինչպիսին ինքն է, այս պահին ինչ ստացվի խուրդի գնա, հա, դա կոչվում է մեր ժողովրդական խոսակցական լեզվով ասած գրդոնել։ Այսօրվա Հայաստանի Հանրապետության քաղաքական էլիտան, եթե այսպես կարող ենք ասել, քաղաքական գրդոնչիներ են։ Ոչ մի գործ վերջնական, ամբողջական հասցված չէ։ Միշտ կա անվստահություն, թշնամանք, լուտանք, սուտ եւ ատելություն, թե արտաքին հարաբերություններում, թե ներքին։ Եվ քաղաքագիտության ոսկե կանոններից է, սիրելի բարեկամներ, որ արտաքին քաղաքականությունը դա ներքին քաղաքականության շարունակությունն է։ Ինչպես մարդը կառավարում է որպես քաղաքական առաջնորդ իր երկրում, այնպես էլ դրսում է։ Սուտ մանիպուլյացիաներ եւ այստեղ մենք գալիս ենք երրորդ տեսաբանի Մաքս Վեբերի կրկին քաղաքագիտության հայրերից, ով անդրադարձել է քաղաքական առաջնորդության խնդրին եւ նրա համար առանցքային է պատասխանատվությունն է, այսինքն իսկական լավ քաղաքական առաջնորդը պետք է լինի պատասխանատու։ Ընդհանրապես ասում է, որ կա պատասխանատվության էթիկա, այսինքն լավ իսկական առաջնորդին դա է բնորոշ։ Իսկական առաջնորդը շարքային քաղաքացուց, այդ որ ասում եք, մեր փալասնա ինքը պատասխանատվություն է կրում։ Շարքային քաղաքացին, եթե պետք է ընտրի իր նմանին, այսինքն այդ մարդը, որ ասում է, կարևորը մեզնից է, հենա գնանք քեզ ընտրենք, ինչ ենք նրան ընտրում, ինչ ես դու նրան ընտրում, եթե քեզնից է, նա քեզնից պետք է առավել լինի։ Պետության առաջնորդը, պետության ղեկավարը պետք է շարքային միջին վիճակագրական քաղաքացուց լավը լինի, այլ ոչ թե նրա նման։ Սա այն մեծագույն մոլորությունը, որ մեր ժողովրդի մեջ սրսկել են, մեր նման, այլ մեզնից է։
Ձեզնից հենց դա չպետք է լինի։ Դա չի նշանակում, որ նա պետք է լինի վատը ձեզնից։ Ինչպես դուք փորձում եք դրանով հիմնավորել, որ ձեզնից այլ պետք է ձեզնից լավը լինի։ Եթե ձեզնից լավը չպետք է լինի, ուրեմն նա իրավունք չունի լինի երկրի ղեկավար։ Նա պետք է ձեր նման գնա զբաղվի նրանով, ինչով որ դուք եք զբաղվում։ Բայց դուք ձեր նմանին կվստահեք գործեր, այսինքն գնաք փնտրեք հիվանդանոցում ձեր նման բժշկի, դուք սովորաբար չեք գտնելու ձեր նմանին։ Դուք գտնել եք ձեզնից ինչ որ բանով առավել տարբերվող եւ նույնիսկ կարող անձնապես այդ մարդուն ատեք, բայց ինքը լավ բժիշկ է լինելու։ Չի լինում այդպես բնության մեջ։ Հետևաբար դուք ինչից վերցրեցիք, որ պետության ղեկավարը, որից կախված է բոլորիս ճակատագիրը, պետք է ձեր նման լինի։ Ձեր նման չպետք է լինի։ Եվ այստեղ է, որ պատասխանատվության ինստիտուտը, որը շեշտվում է, այդ էթիկան, երբ գործը խոսքին բռնում է, եթե գործը խոսքին չի բռնում, եթե նա իր արած խոստումներին դավաճանեց, ձեր հետ կնքած ուխտին, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում, քաղաքացիական պայմանագիրը խախտեց ու խախտել է բազմաթիվ անգամներ, նա այլևս չպետք է կառավարի։ Չպետք է սպասել նոր ընտրությունների։ Նա ինքնակամ, այսինքն համակարգը այնպեսին պետք է լինի, ինչպես արևմտյան կայացած ժողովրդավարություններում է, ինչպես Ճապոնիայում է, երբ որ մարդը տապալվում է, նա ավտոմատ հեռանում է։ Սինգապուրում է։ Մարդիկ իրանք զգում են, որ գործը տապալել են, ավտոմատ հեռանում են, որտեղ դա խարան է խայտարակությունը եւ դրանով իրենց արժանապատվությունը վերահաստատում են։ Այլ ոչ թե կարճում են աթոռից եւ թունավորելով սեփական ժողովրդին ու երկիրը, ընդհանրապես մղելով անկյուն համաշխարհային այս խառը իրավիճակում, ընդհանրապես լուծում են իրենց արդարացման եւ իշխանության պահպանման խնդիրը։ Հետևաբար դուք նայելով մարդկանց կենսագրությունը պետք է այդ հետևությունները անեք։ Նիկոլ Փաշինյանը այո, բազմատաղանդ մարդ է որպես միտինգի կազմակերպիչ, ղալմաղալանող։ Ելնի տրիբունայից գորգորա, այսինքն պետական կառավարման լուրջ հավասարակշռված նստել ռացիոնալ որոշումների հետ նա կապ չունի, էմոցիոնալ պորտկում է նա։ Այսինքն նա որպես մասնագետ լավ, այո, ընդունում եմ, շատ լավ մասնագետ է որպես միտինգի կազմակերպիչ։ Նա շատ լավ մասնագետ է որպես թերթի խմբագիր, ով ցանկացած հիմար ինֆորմացիա, սուտ, լուտանք, ատելության խոսք կարա տպի եւ հրապարակի ու լցնի մարդկանց ուղեղները։ Հետևաբար նա այսօր հենց դա է անում։ Հասկանում եք, նա այսօր միտինգ է անում, ուր գնում է, հա, ժողովրդի մեջ տեսնում ենք նախընտրական։ Պարլամենտում միտինգ է անում, կառավարության նիստում միտինգ է անում, եւ ինչ է խոսում, կեսը սուտ, կեսը ճիշտ, ոչ մեկ չի հասկանում։ Այսինքն նա մինչև այսօր նույնիսկ չի աճել ավելի, քան իր խմբագրությունը թերթում եւ իր միտինգներ վարելը։ Դա է իր հաջող կենսագրությունը եւ նա այդպես էլ կառավարում է երկիրը։ Հետևաբար դուք երկրի ղեկավար եք ընտրել թերթի խմբագրին եւ միտինգավորին, այլ ոչ թե պետական գործչին։ Դուք այժմ պետք է մերժեք նրան, որովհետեւ նա չի բավարարում համաշխարհային փորձով պետության լավ ճիշտ ղեկավարին բնորոշ հատկանիշներ չունի։ Անձնական ոչինչ, ուղղակի դու քո գործին չես տիրապետում, դու պետք է գնաս։ Հիմա եղածներից արդեն ֆիլտրելով պետք է ընտրեք, թե ով շատից քչից բավարարում է։ Ես հիմա այդ բոլոր հատկանիշները հերթով կթվարկեմ։ Բայց Վեբերի մասին խոսելուց համանապակենք եւ պատասխանատվության հետ միասին նա շեշտում է չափի զգացումը։ Չափի զգացում, այսինքն երբ դու հասկանում ես, որտեղ պետք է սկսես եւ որտեղ կանգ առնես, որտեղ ես չափլանցել։ Օրինակ Նիկոլ Փաշինյանի Արցախյան պատերազմում այս ամբողջ պարտությունը խայտարակությունը ինչն էր, որ նա չափի զգացում եւ պատասխանատվության զգացում ընդհանրապես չուներ։ Նա նույնիսկ պատերազմի ժամանակ զբաղված էր միտինգ անելով եւ թերթային ստեր տարածելով սեփական ժողովրդին։ Գանք ժամանակակից տեսաբաններին, թե ինչն է նրանք կարևոր համարում։ Ժամանակակից տեսաբանները շեշտում են, որ իսկական հաջողակ առաջնորդը, ով իր երկրին բերում է բավարարություն, իր անձից շուրջ չի կառուցում պետությունը, այլ ինստիտուտների։ Նա ստեղծում է ամուր կայուն ինստիտուտներ, որոնք գործում են ինքնուրույն։ Օրինակ, այսօր ինչ են ասում նիկոլականները, մենք չլինենք պատերազմ կլինի, երկիրը կկործանվի։ Սա արդեն նման բան ասողին պետք է վռնդել իշխանությունից, որովհետև դու պետք է ստեղծես այնպիսի ինստիտուտներ, որոնք նույնիսկ առանց քեզ աշխատեն։ Որովհետև ինչ է նշանակում, Նիկոլ Փաշինյանը ասում է, ես չլինեմ կլինի պատերազմ կամ նրա խոսափողները, փիարշիկները, քարոզիչները։ Նիկոլ Փաշինյանը այդ մի բան լինի, ուրեմն երկիրը կործանվեց, հա։ Հասկանում եք աբսուրդ, այսինքն մի օր զարթնենք իմանանք, մարդ է, կյանքում ամեն ինչ հնարավոր է, չէ։ Ուղղակի չկա այդ մարդը։ Լինում են, չէ, սամարության մեջ հոդվածներ որ կան, որ մարդիկ մահանում են օրինակ։ Մարդը կարող է առողջական խնդիրներ ունենա։ Տարբեր պատճառներով ուղղակի չկարողանա երկիրը առաջնորդել։ Ուրեմն всё Հայաստանը կործանվեց։ Դուք պատկերացնում եք աբսուրդը։
Նման բան ասողը սեփական ժողովրդին արդեն իսկ ընդունում է, որ պետություն որպես ինստիտուտ չկա։ Այսինքն ամբողջ պետությունը իրանք կառուցել են իրանք անձի, իրանք նեղ թիմի շուրջ, այսինքն սա ոչ թե պետություն է, այլ, ինչպես ասում են, փոքրիկ խմբակի դուքյան է։ Կուսակցապետություն է սա։ ՔՊԱ պետություն է, հասկանում եք, եթե իրենք չլինեն, կլինեն աղետներ։ Իսկական լավագույն իրենց երկրին բարօրություն, անկախություն, ինքնիշխանություն բերող առաջնորդները ասում են իրենց ժողովրդին հետևյալը, որ եթե մենք չլինենք, դուք հանգիստ եղեք։ Մենք ստեղծել ենք ամուր բանակ, որը ձեզ կպաշտպանի, մենք ստեղծել ենք ամուր ներքին համերաշխություն, մեր ոստիկանությունը, իրավապահ մարմինները, անկախ դատարանները երաշխավորում են ձեր իրավունքները։ Հետևաբար մենք լինենք թե չլինենք, սիրելի ժողովուրդ, մենք ձեզ ժառանգում ենք այնպիսի պետություն, որտեղ դուք ապրում եք ապահով, անվտանգ ու երջանիկ։ Դա է իսկական առաջնորդը։ Այլ ոչ թե գալիս եւ ժողովրդին ասում է ես չլինեմ պետություն, չլինի պատերազմ, կլինի կկործանվենք։ Նման բան ասողին պետք է ուղղակի դուրս շպրտել կառավարության կաբինետներից։ Մենք ֆիքսեցինք, որ ժամանակակից տեսաբանները, նույնիսկ մեր հայրենակիցը, Տարոն Աջոնօղլուն, թե ինչու են պետությունները ձախողվում, այդ գրքում նկարագրում, որ կարևորը պետությունների համար, հաջողված պետությունների, հաջողված ժողովրդավարությունների այն է, որ ստեղծվում են կայացած ինստիտուտներ, որ մեկ անձի շուրջ կամ անձերի շուրջ կամ խմբակի կուսակցության շուրջ չի ստեղծվում պետությունը եւ գոյատևում։ Մենք որոշեցինք հիմնական, այսպես ասած, տեսական մասերը։ Հիմա ես տող արտող, այսինքն մարդուն, ասում են օրինակ ազնիվ է, բարի է, այսպեսի բնութագրիչներով գնանք, թե ինչպեսին պետք է լինի իսկական առաջնորդը։ Առաջինը բարոյական նկարագիրն ու անձնվությունը, սիրելի բարեկամներ, որքան էլ ձեզ ասեն, որ քաղաքականությունը կեղտոտ բան է, քաղաքականության մեջ սրիկաներ են, խաբեբաներ են, այդպես չէ։ Քաղաքականությունը այդպեսին է դառնում, այդպիսի մարդկանց շնորհիվ։ Եթե մարդ ինքը սուտասան է, իր ամբողջ քաղաքական կենսագրությունը դրված է ղալմաղալի ատելության խոսքի, վիրավորանքների վրա, իր ամբողջ կենսագրությունը, իր թերթը եւ իր միտինգները բոլորը վիրավորանք է, ատելություն, նա ինքը քաղաքականությունը դառնում է այդպեսին։ Եվ այդ ատելություն, այդ ճշտամանքը մտնում է յուրաքանչյուրիս տուն, որովհետեւ ինչպես ասացի, երկրի ղեկավարը որոշումների եւ վարքը ազդում է յուրաքանչյուր քաղաքացու վրա։ Թեև յուրաքանչյուր քաղաքացու ձայնից է կախված, թե ինչպեսին պետք է լինի իր երկրի ղեկավարը։ Դա ես ուզում եմ, որպեսզի դուք առանձնահատուկ ֆիքսենք մենք բոլորս։ Յուրաքանչյուրի ձայնը մեկ ձայնն անգամ որոշելու է, թե ինչպեսին պետք է լինի անձամբ ձեր ապագան եւ ամբողջ երկրի ապագան։ Եվ այդ բարոյական նկարագրի եւ ազնվության մեջ մտնում է հետեւյալը, որը առանձնահատուկ է բնորոշում պետական գործչին եւ երկրի իսկական առաջնորդին, որը նաեւ բերում է այլ ժողովուրդներին, այլ պետություններին, երբ մենք նայում ենք պատմությունը, հաղթանակներ, նվաճումներ։ Դա պետական շահի գիտակցումն է եւ պետական շահի բարձր գերադասումն է իր անձնական եւ խմբական շահերից։ Միայն այդպիսի մարդիկ են լավ առաջնորդներ։ Այլ ոչ թե պոպուլիստական այն մոտեցումը, որ այսօր կա, երբ ամեն ինչում մեղավոր են նախկինները, ռուսները, թուրքերը, չգիտես ովքերը, բոլորը մեղավոր են բացի իրենցից։ Եվ այստեղ տեսեք ինչ բթամտություն է ներդրված, որը նաև սրսկել են մեր ժողովրդի մեջ, սիրելի բարեկամներ, որ օրինակ նախկիներից ինչ որ վատ բան են ժառանգել եւ այլ բան չէին կարող անել։ Ի սկզբանե երկիրը ծախած էր, հանձնած էր, եւ մենք չլինենք ավելի կկործանվի։ Իբր իրենք այդ թափանիվը կանգնեցրել են։ Նման արդարացում այսպեսի մի անեկդոտ կա, որ նախկին հեռացող ղեկավարը նամակ է թողնում հաջորդին եւ այդ նամակի մեջ հետո առանձին տեսանյութով ավելի մանրամասն կպատնամ, նամակի մեջ գրած է, եթե հանկարծ դու սկզբում հանդիպես դժվարությունների, բոլոր մեղքերը կբարթեսին վրա, դա աշխատող տարբերակը։ Հիմա Նիկոլ Փաշինյանը հավանաբար նման նամակներ է ստացել այդ անեկդոտի նման։ Ամեն ինչը բարթում է նախկինների վրա, բայց եթե այդպես լիներ, ինչու պետք է ինչ որ մի բան ձգտեինք ստեղծել։ Օրինակ, եթե ձեր ծնողները ձեզ ոչինչ չեն թողել, ենթադրենք, կամ դուք ոչինչ չեք ստացել որևէ մեկից, նշանակում է դուք պետք է այդպես ձախորդ ապրեք, թե պետք է ձգտեք ավելին, պետք է ձգտեք ձեր կյանքը ինքներդ կառավարել, կրթվել, գնալ գործ հայթայթել կամ գործ ստեղծել։ Այսինքն դուք ամեն ինչում մեղադրելով ձեր նախկիններին, գեներին, ուրեմն դուք պետք է ինքնասպան լինեք, այլևս չապրեք, որովհետև շանս չունեք, քանի որ նրանք ձեզ ոչինչ չեն տվել։ Անկամ եթե մենք համարենք, որ նրանք մեղավոր են։ Բայց հիմա հարց, դուք ինքներդ ինչ եք ժառանգում հաջորդներին։ Այստեղ է, որ մենք գտնում ենք ճշմարտությունը։ Օրինակ Նիկոլ Փաշինյան, դու ինչ ես հաջորդում ժառանգներին։
օկուպացված Հայաստանի տարածքներ, անխոչնդոտ ճանապարհ, միջանցք, 300,000 ադրբեջանցի տեղավորելու սպառնալիք, եւ դա վերացական սպառնալիք չի, դա Ադրբեջանի Ալիևի պետական քաղաքականությունն է, մարդը հրապարակային այդ մասին ասում է, ստեղծել են համապատասխան կառույցներ, ՀԿ-ներ, մարդկանց են գրանցում, որ պիտի գան Հայաստանում ապրեն։ Եվ Շահին Մուստաֆայևը, որ գալիս է Հայաստան, ասում է, ես ուզում եմ գնամ իմ հայրենի Իջևանը տեսնեմ։ Իջևանում ինչ որ մի հատ գյուղ կա, հա, Ջուջևան գյուղը տեսնեմ։ Դա ինչի մասն է խոսում։ Այսինքն դու թողել ես նաև անկլավների հետագա հարց, դու այդ ժառանգությունն ես թողել։ Հիմա նախ եկողը պետք է քո ստեղծած այս կաշան լուծի թե գա նորից մեզ հեքիաթ պատմի, որ դե Նիկոլը կործանել է երկիր, ես ինչ կարամ անեմ։ Եթե բան չես կարող անես, պետք է հեռանաս։ Հետևաբար Նիկոլ Փաշինյան եւ նրա խմբակ, եթե դուք ոչինչ չեք կարող անել, դուք պետք է հեռանաք։ Եվ ես ասացի, որ ձեզնով, եթե ձեզնով է, ձեզնից է կախված խաղաղությունը, նշանակում է խաղաղություն չկա, որովհետև խաղաղությունը պետությունների միջև կախված է պետություններից, այլ ոչ թե այդ պահին եղած ղեկավարությունից։ Եթե դուք պայմանագիր եք ստորագրել, պայմանավորվել եք, դա պետք է գործի անկախ նրանից դուք կաք թե չկաք։ Ինստիտուցիոնալ պետք է լինի այդ ամեն ինչ։ Եթե ինստիտուցիոնալ չէ, նշանակում է չկա խաղաղություն։ Կամ միայն զինադադար, ինչի մասին մենք տարբեր հաղորդումներում խոսել ենք։ Երկրորդը, ինչի մասին հպանցիկ անցանք, մասնագիտական կոմպետենտություն։ Մենք համոզվեցինք, չէ, որ Նիկոլ Փաշինյանի մասնագիտական կոմպետենտությունը բացի թերթի խմբագրից եւ լավ միտինգ անելուց, այլ որակներ նա մինչեւ այսօր ցույց չի տվել։ Հետևաբար նա կարող է վերադառնալ եւ զբաղվել իր գործով, եւ մենք տեսանք, որ վերջերս էլ փորձում է թմբուկ նվագել եւ նույնիսկ մարդիկ կային օտարերկրացիներ, որոնք նկարվել էին նրա կողքը եւ գրել էին, որ վերջապես ես ունեցա նկար Հայաստանի ամենահայտնի թմբուկահարի հետ։ Եվ դա Նիկոլ Փաշինյանն էր։ Մարդիկ այլևս Նիկոլ Փաշինյանին ճանաչում են որպես թմբուկ խփող։ Գուցե նաև այդ առումով էլ նա ինչ որ հաջողություններ գրանցի, մաղթենք ստեղծագործական մեծ նվաճումներ։ Բայց նա բացարձակապես, այսինքն մենք մի քանի չափորոշիչներ որոշեցինք, չի համապատասխանում երկրի ղեկավարին։ Մյուսը որն է, ռազմավարական տեսլական։ Այսինքն մարդը պետք է իմանա, թե ինչ հնարավորություններ ունի իր պետությունը եւ ինչ հնարավորությունների պետք է ձգտել։ Եթե մարդը երկրի ղեկավար էր եւ չգիտեր, ես ինքս գիտեի քաղաքագիտության երկրորդ կուրսում, որ Ռուսաստանը չի երաշխավորելու մեր անվտանգությունը Արցախում, ընդհանրապես մեզ չի պաշտպանելու Արցախում, որովհետեւ նա դա համարում է ներքին տարածք, այլ ոչ թե ՆԱՏՕ-ի դեմ հապկը նաեւ չի աշխատելու այդտեղ, որովհետեւ Ռուսաստանը ընկալում անվտանգության խորհրդային սահմաններից դուրս են ընկալում։ Ներսում նա ընկալում է որպես սվոյ, թե Հայաստանին, թե Ադրբեջանին։ Նա մեկին մյուսի դեմ չի երբեք պաշտպանելու։ Մենք դա գիտենք, որովհետև մենք ուսումնասիրել ենք համաշխարհային տնտեսություն, քաղաքականություն, շահեր, եւ այդ ամեն ինչը մենք գիտենք կուրսում։ Բայց դու երկրի ղեկավար ես ընտրվել, Նիկոլ Փաշինյան, դու չգիտեիր, որ Արցախի հարցում դու չես ունենալու ոչ Ռուսաստանի, ոչ ՀԱՊԿ-ի, ոչ էլ որևէ մեկի աջակցությունը։ Այդ ոնց է, ես գիտեի, դու չգիտեիր։ Այսինքն ռազմավարական տեսլական Այդ ոնց է մենք քաղաքագետներս իմանալով զենքի գնումների մասին, որը հրապարակվում է, իհարկե ոչ բոլորն են հրապարակվում, շատերը գաղտնի են, բայց մենք գիտենք, պարզ տրամաբանություն է, որ Ադրբեջանը զենքի գնումներով էլ ամեն ինչով էլ Հայաստանից մի քանի անգամ գերազանցում է, բալանսը խախտված է։ Մենք տրամաբանում ենք, որ պատերազմով խնդիրը հոգուտ մեզ չի լուծվելու։ Այդ ոնց է, մենք գիտենք, դու չգիտեիր։ Եվ մենք զգուշացնում ենք, որ պետք չի բանակցությունները մտցնել փակուղի, որ պետք չի սկսել զրոյական կետից, դու ինքդ պատերազմի կազուս բելի ես ստեղծել եւ ասում ես այսօր պատերազմը քեզնից է կախված։ Դուք այսօր ընդդիմությանը մեղադրում եք, որ փորձում են թրիփի հարցում ինչ որ վերանայումներ անել, վերաբանակցել, ասելով որ դրանով դուք պատերազմ կբերեք, բայց դուք ինքներդ եք ԵՀԿ Մինսկի խմբի այդ բանակցային ամբողջ process-ը տապալել եւ Ադրբեջանի հետ որոշել վերաբանակցել ձեր զրոյական կետից։ Այսինքն դուք ընդունեցիք, որ ինքներդ եք հենց բերել պատերազմ, որովհետեւ դուք դա ինչու եք համոզվել, ինչու եք այդպես վստահ, որ վերաբանակցելը կբերի պատերազմի ձեր փորձով, չէ՞։ Կործանեցիք դուք բանակցային գործընթացը։ Հետևաբար, ռազմավարական մտածողություն չունեցող 5, 10, 20 տարի առաջ չմտածող առաջնորդը իրավունք չունի երկիր առաջնորդի, այսինքն նա ի սկզբանե չպետք է լինի առաջնորդ, որովհետև առաջնորդը սովորական քաղաքացիությունից դրանով է տարբերվում իր մասնագիտական գիտելիքներով, կառավարման փորձով եւ ստրատեգիական մտածողությամբ։ Ի տարբերություն շարքային քաղաքացու, որ չի կարա երբեք ասի 10-20 տարի հետո ինչ կարա լինի կամ ինչ չպետք է լինի, նա հենց ձեզ քվեարկում է, հարկեր է տալիս, պատվիրակում է, որպեսզի դուք զբաղվեք որպես մասնագետներ։ Բայց դու ընդհանրապես թերթի խմբագրությամբ եւ միտինգ անելով ոնց կարող է ունենալ ստրատեգիական մտածողություն։ Եվ այո, կրթությունը շատ կարեւոր է։ Եվ կրթության բացակայությունը երևում է բոլոր որոշումներում այսօր որ կան։
Բայց եթե անգամ չունես քաղաքագիտական մասնագիտական կրթություն, դու գոնե մյուս կարևոր չափորոշիչը լավ առաջնորդի իր շուրջն է համախմբում բերում պրոֆեսիոնալների, այլ ոչ թե դելետանտ հավատարիմների։ Այսօր մենք ինչ ենք տեսնում, որ Նիկոլ Փաշինյանի շուրջը համախմբված են հիմնականում ոչ պրոֆեսիոնալ մարդիկ։ Նրանք են, ովքեր ընդհանրապես իր հավատարիմներն են։ Եվ սա եւս խոսում է ոչ կոմպետենտ ղեկավարության մասին։ Նրա բոլոր նախարարները գրեթե իր աշխատակազմը, իր падգամավորները, որոնք առավոտից երեկո ձեզ գլուխն են տանում ատելության թույնի այդ քարոզով։ Նրանք բոլորը ընդհանրապես Նիկոլի հավատարիմներն են, նրանք պրոֆեսիոնալ մասնագետներ չեն։ Եվ սա եւս վատ պետության, վատ առաջնորդության մասին է խոսում։ Երբ պետությունը հարմարեցրել են իրենց, այլ ոչ թե իրենք են պետությունը զարգացնում եւ ստեղծում նոր ինստիտուտներ, ինքնաբավ ինստիտուտներ։ Մյուս կարևոր որոշիչ առանձնահատկությունը դա հուզականության դոզան է, այսինքն էմոցիոնալությունը եւ հուզականությունը ընդհանրապես պետք է մինիմալի վրա լինի։ Դա տարբերում է իսկական լավ առաջնորդից շարքային քաղաքացուց, որ շատ կարևոր որոշումներ պետք է ընդունել գրեթե զրոյական հուզականությամբ։ Էմոցիաները չպետք է լինեն, բայց մեր այս ամբողջ քաղաքականությունը հիմնված է մենակ էմոցիաների վրա։ Դրա համար ամեն օր մի բան է ասում։ Մի օր Եվրամիություն են կեթում, մի օր ԵԱՏՄ-ի դեմով խոսա ինոագենտ է։ Սա ինչ է, սա էմոցիոնալ որոշումներ են, հասկանում եք։ Հավասարակշռված չափի տակտի զգացում ունեցող պատասխանատու եւ սառնասիրտ առաջնորդը նման բաներ չի անում, որովհետեւ դա վտանգավոր է երկրի ժողովրդի համար։ Ռացիոնալությունն ու էմոցիոնալությունը դրա զրոյական լինելը նաեւ շատ կարեւոր է ճգնաժամային պահերին։ Տեսեք, երբ կար առաջարկ պատերազմը կանգնեցնելու, նա իր էմոցիոնալության, որ իրեն չասեն դավաճան, ասաց, որ չէ, մարտերը շարունակվում են։ Եվ մենք մինչև վերջ կկռվելու ենք։ Եվ արդյունք տեսանք, չէ ինչ եղավ։ Այստեղ է, որ թե ռազմավարական մտածողության բացակայությունը, թե ռացիոնալության եւ բացակայությունը էմոցիոնալության պերեդոզը բերում է կործանարար հետևանքների։ Մենք նաև խոսեցինք այդ համերաշխության մթնոլորտի մասին, սա ավելի կբացեմ, սիրելի բարեկամներ։ Տեսեք, երկրի ղեկավարը դա բոլոր քաղաքացիների ղեկավարն է։ Անկախ նրանից, թե քաղաքացիները նրա նկատմամբ ինչ վերաբերմունք ունեն, բայց մենք տեսանք, որ սևերի սպիտակների բաժանումը եւ մինչեւ այսօր շարունակվող այդ թույնը, երբ արհեստականորեն ինքը բազմաթիվ տեսեք այսօր ընտրություն կա, ընդդիմության շարքերում կան տարբեր մարդիկ, տարբեր հոսանքների եւ հայացքների, բայց նա այլի արհեստականորեն շեշտը դնում է Քոչարյանի դեմ քարոզի վրա եւ բոլոր ինչ որ նոր ուժերին էլ անգամ ներառում է Քոչարյանի դեմ, յանի բոլորը գնում է Քոչարյանին բերելու։ Սա այն ավանդական իր ստացված խաղն է, այդ կեղտոտ խաղն է, որը նա փորձում է կրկին թունավորել մեր իրականությունը քաղաքական։ Դու ունես տարբեր ընդդիմադիր գործի նոր երիտասարդ առաջնորդներ կան, չէ՞։ Շատերը ես չեմ ուզում անուններ տալ։ Իրանց հետ ինչի չես բանավիճում, իրանց ինչի լուրջ չես ընդունում, առավոտից երեկո Քոչարյան, Սերժ, նախկին օլիգարխ, ռուսաստրուկ հիմար բաներ, որ մենք տեսանք, էլի իսկական ռուսաստրուկը որն է, Պուտինի մոտ տեսանք, քեզ հետագայում ոնց պահեցիր, չէ՞, Պուտինի գալուց հետո ասեցիր, ով ԵԱՏՄ-ի դեմ խոսա, Ռուսաստանը մեր եղբայրն է, ինոագենտ է, հա, հիմա ռուսաստրուկը ռուսա քոծով է։ Մենք այդ մասին խոսել ենք։ Հետևաբար սրանից էլ պետք է եզրակացություն անենք։ Ֆիքսենք, սիրելի բարեկամներ, այն երկրի ղեկավարը, որը չի բերում հանրային համերաշխություն, որովհետև առանց դրա հանրային բարիք եւ երկրի ամրություն ստեղծելը անհնար է։ Բերում է միայն բաժանարար գծեր, ատելության խոսք, նա չի կարող լինել լավ ղեկավար։ Նա այդ երկրին բերելու է միայն կործանում։ Նա արտաքին դու պետք է երկրում միասնական լինես, որպեսզի արտաքին ճգնաժամերը հաղթահարես, որպեսզի պատերազմի սպառնալիք չլինի։ Դրսից պատերազմը նա բերել է ներս։ Եվ սա ամենավատ ղեկավարն է, որ կարա լինի որևէ երկրի համար։ Դա երկիրը ներսից քայքայող համակարգ է։ Այս ամենը դու կարող եք արդեն տարածել բոլոր ոլորտների վրա, կլինի ներքին քաղաքականություն, անվտանգություն, բանակ։ Ես չեմ ասում, որ երկրի ղեկավարը պետք է ստեղծի ուժեղ բանակ, չէ, եթե երկրի ղեկավարը այս չափորոշիչները չունի, այս սկզբունքները չունի, նա չի կարող ոչ նորմալ բանակ ղեկավարել, ոչ էլ տնտեսություն։ Դրա համար եմ ես ասում, որ դուք պետք է հիմք ընդունեք մարդու որակները, նոր հետո որոշակում եք ընտրում եւ հանեք քիչ-քիչ։ Դուք այս ընտրություններում ընտրելու եք երկրի գերագույն գլխավոր բժշկին, ինժեներին։ Այսինքն մասնագետի դուք պետք է ընտրեք, որը ունի որոշակի կառավարման փորձ, մեծ թիմերը ղեկավարել, համակարգերը ղեկավարել։ Դուք համակարգաստեղծ լիդեր պետք է ընտրեք, ոչ թե փողոցային միտինգավորի, ոչ թե ես չեմ ուզում որևէ մեկին ինչ որ ձևով վիրավորել, միտինգ անելը կամ թերթի խմբագրություն ունենալը, չէ,
Բայց միայն այդ մասնագիտական որակներով երկրի ղեկավարությանը հավակնել, ինչա որ ինքը մեր մարդն է, էլի ինձ խորոված քյաբաբ փարթիներ է էլի անում մեր համար քաղաքացու օր անշում է, բայց իր օրն է, էլի ինքը երբ որ ասում է քաղաքացու օր, մենակ իրան է պատկերացնում, որտեվ այդ օրը ինքը դարձավ երկրի ղեկավար։ Դա իր օրն է, իրենց օրն է, ԿՊ-ի օրն է, ոչ թե ժողովրդի կամ քաղաքացու։ Ամփոփելով հասկանանք սիրելի բարեկամներ, դուք արդեն այդ չափանիշներով պետք է ծիշկաներ դնեք։ Օրինակ, այս մյուս տեխնազոներից որոնք են հնարավորինս համապատասխանում այս չափանիշներին։ Եվ այլևս չնայեք նրա մազերը երկար է, կարճ է, խոսքը ճկուն է թե ոչ, սևակ արտասանում է թե ոչ, դրանք կարևոր են, բայց դրանք վերջին կարևորության շարքում են, հա, այսինքն մենք ունենք 10-20 կարևոր սկզբունքներ, նոր երբ որ դուք չեք կողմնորոշվում, նոր դուրս կգաք այն տեսանկյունից, թե սա մեր մարդն է, ժողովրդական է, սիրում է ժողովրդին, խոնարհվում է, սևակ է լավ արտասանում, թե չարենց, սրտիկ է լավ անում, թե ժողովրդի մեջ մտնելով ջանջիգյար է անում։ Իդեպ ձեզ ասեմ, էլի, ամենաշատ ջանջիգյար անողներն են ամենավատ մասնագետները, եթե դուք նկատած լինեք։ Կլինի արհեստավոր, կլինի բժիշկ, որտեղ էլ գնաք։ Հենց այդ մարդը սկսում է ջանջիգյար անել ախպերական, այդ մարդը հաստատ լավ մասնագետ չի կամ շատ քիչ հավանական է, որ լավ մասնագետ է։ Նույնն այդ Նիկոլ Փաշինյանը։ Ձեզ խափում է ջանջիգյարով ժողովրդական է, էլի, բայց մեջը միտինգա, աղմուկա, ղալմաղալա, ընդամենը։ Եվ այս ընտրություններում դուք իսկապես ունեք այլ ընտրանքներ։ Երրորդ ուժեր կան, նոր դեմքեր կան, երիտասարդներ կան, սերնդափոխություն պետք է լինի։ Ես ասել եմ միշտ ու այս անգամ եմ կրկնում, նախկին ներկա այդ հիմար բանավեճը պետք է այսպես փաթաթել, շպրտել։ Չպետք է թույլ տալ ոչ նախկիններին, ոչ ներկաներին, չնայած իրանք ներկա չեն, արդեն բոլորը նախկին են։ Նիկոլն էլ է նախկին, 8 տարի է կառավարում։ Այդ նախկիններին պետք է ուղարկել նախկինն էլի։ Ինչ հնարավոր է արել են, ընտրեք նոր մարդկանց։ Նոր դեմքերի, երիտասարդ, էներգիավլի, որ կարող են բերել փոփոխություններ, որոնք կառավարման փորձ ունեն, տնտեսություն են կառավարում, որոնք հիմնարկներ են կառավարել, նախարարներ են եղել, փոխնախարարներ են եղել, ոչ թե փողոցից հելած ցանկացած ղալմաղալ անողի։ Հավանեք, տարածեք, մեկնաբանեք, բաժանորդագրվեք, եթե հարցեր կան, հետո կարող եմ ավելի ընդլայնվել։ Ես ուղղակի ուզում եի մենք այս թեման ավելի շատ քննարկենք, ես նորից կանդրադառնամ ցանկության դեպքում, որովհետև եթերը շատ է երկարում, կարող եմ շատ առանձնահատկություններ նշել։ Օրինակ, օրենքի գերակայության հարգում է։ Մի երկրի ղեկավար, որը թքած ունի սահմանադրության եւ օրենքների վրա, դա աղետ է։ Եվ մենք տեսնում ենք, որ նա լրիվ ոտնահարած ունի եւ քաղաքացու եւ պետական ինստիտուտների այդ հավասարակշռման սկզբունքը, հա, գործերին չմիջամտելու։ Ճկունությունը եւ մարդկանց լսելու կարողությունը, այսինքն մասնագետներին, սեփական քաղաքացիներին լսելու կարողությունը, ոչ թե փողոցում ձևականի փրինքը լսում ա դժգոհություններ, այլ ռեալ քաղաքականության մեջ, որ նա առաջարկություններն ընդունում է, որ ընդդիմության քննադատությունը ինչ որտեղ ընդունում է եւ նաեւ ինչ որ մի բան ընդդիմության սրտով է անում, որովհետեւ ընդդիմությունը չի կարող պրոստը հենց այնպես քննադատել։ Քննադատության մեջ կա նաեւ ճշմարտություն։ Եվ եթե ընդդիմության ցանկացած քննադատություն նա ընդունում է թշնամանքով, սվիններով եւ ատելության խոսքով, ձեր ուղեղը առավոտից երեկո թունավորելով, նա չի կարող լինել լավ ղեկավար։ Նա երկիրը տանելու է կործանման, վերջնական։ Մի ղեկավար, որը իր ընդդիմությանը մեղադրում է օտար երկրների գործակալ լինելու մեջ, բայց վախենում է հարևան թշնամական երկրի, որի թշնամությունը մինչև այսօր շարունակվում է, մի թեթև խոսք ասել, վախենում է Ալիևի մասին, մի թեթև խոսք ասել։ Հիմա ով է ում ենթական։ Պարզ բաներ են։ Դուք պետք է շատ հեշտությամբ այլևս կարողանաք դա տարբերակել։ Եվ ուշադրություն դարձրեք նոր դեմքերի, ես կրկնում եմ, նախկիններին եւ Նիկոլներին թողեք մի կողմ։ Նրանք արդեն անցյալ են։ Պետք է նրանց վերաբերվել որպես անցյալ։ Հունիսի 7-ից հետո պետք է ընտրենք նոր ապագա։ Եվ ձեր ձայնը, յուրաքանչյուրի ձայնը չափազանց կարևոր է։ Դուք եք որոշելու։ Ձեզնից յուրաքանչյուրը իր քվեով որոշելու է։ Հետևաբար, անպայման մասնակցեք ընտրություններին։ Մեծագույն մասնակցությունը բերում է մեծագույն լեգիտիմություն եւ իսկապես ցույց է տալու, թե ժողովուրդը ինչ վերաբերմունք ունի այս ամբողջ քաղաքական համակարգի, թե ընդդիմության, թե իշխանության նկատմամբ։ Ոչ մեկ ձեր դուրը չի գալի, գնացեք էլի եւ մերժեք բոլորին։ Գնացեք ձեր անունը գրեք, գնացեք անվավեր դարձրեք, թող անվավեր թերթիկներ ավելի շատ լինեն, քան ընդդիմության եւ իշխանության ձայները։ Թող էլ այդպես լինի, դա էլ է ընտրության ձև, բայց գնացեք ընտրության, անպայման մասնակցեք։ Մասնակցությամբ միայն հնարավոր է ժողովրդավարություն, հնարավոր է իսկական բարձել ով է, ով ինչ աջակցություն ունի
եւ ձեր իսկական կարծիքը արտահայտել միայն մասնակցությամբ։ Տունը նստելով չգնալով ոչինչ չեք որոշելու։ Տունը նստելով չգնալով ընտրելու եք Նիկոլ Փաշինյան։ Իսկ Նիկոլ Փաշինյան ընտրել նշանակում է ընտրել Ալիևին Հայաստանի իսկական ղեկավար։ Դա արդեն աքսիոմ է։ Հայաստանը այսօր ինքնիշխան չէ։ Հայաստանը այսօր ավելի կախված է, քան երբևէ։ Եվ այնպես են արել, որ ձեզ ինչ որ մի մարդ գա ասի ես չլնեմ կլինի պատերազմ։ Դա ամենավատ երկիրն է, որ կարելի է ապրել։ Որ մի մարդուց է կախված կլինի այդ երկիրը թե չի լինի։ Այդ մարդուն պետք է իր տեղը ցույց տալ։ Պետք է ուղարկել այնտեղ, որտեղից եկել է, փողոց։ Եվ ցույց տալ, որ առանց իրա կլինի խաղաղություն էլ հաղթանակներ էլ, որովհետև պարտությունների եւ պատերազմի միակ պատճառը հենց ինքն էր երևի թե։ Կհանդիպենք։ Ակտիվորեն բաժանորդագրվեք, տարածեք, որ շատ մարդիկ իմանան այս ամենը, սա քաղաքագիտություն է, սա գիտություն է, սա հորինվածք չէ։